Ողջույն հարգելի հեռուստադիտող, Կենտրոն հեռուստաընկերության եթերում Էրգրի համը հաղորդաշարն է։ Այսօր քայլելու ենք Կարինի արմատների հետքերով։ Հարգելի հեռուստադիտող, այսօրվա իմ հյուրը Արսեն Զաքարյանն է, երգիչ մասնագիտությամբ։ Ողջույն։ Ողջույն։ Ինչպե՞ս ես Արսեն ջան։ Շատ լավ։ Արսեն ջան, մենք այսօր քայլելու ենք քո արմատների հետքերով։ Եվ ուր են տանում քո արմատները։ Իմ արմատները տանում են Ալաշկերտ, Էրզրում, այսինքն այդ գաղթի ճանապարհը այդպես է եղել։ Այսինքն 15 թվականը որոշել է Այո։ մի քանի տեղերում տեղաբաշխել ընտանիքներին, ինչպես բոլորի դեպքում է այդպես եղել գաղթի ընթացքում։ Պապիկիս հայրը զոհվել է, իսկ իր եղբայրը, իր հորը այդպես գնացած երեխաներին արաքսը անցկացնելով, այդպես պատմում էր հորս պապիկը, որ իրեն շալակած այդ արաքսը անցկացրել եւ բերել են, հենց 15 թվականին եկել են ու հիմնվել են Արմավիր մարզում, որտեղ կա գյուղ, որը կոչվում է հենց Ալաշկերտ, այսինքն այնտեղից գաղթած մարդիկ, որ եկել են, անվանել են կրկին Ալաշկերտ։ Հիմա դուք այդ գյուղում եք ապրում։ Չէ, ես արդեն ծնվել եմ քաղաքում, Արմավիր քաղաքում հենց, պապիկս տեղափոխվել է, այնտեղ աշխատել է եւ այդպես մենք արդեն ծնվել ենք քաղաքում, բայց իրենց տունը դեռ Ալաշկերտ գյուղում է։ Բարի Արսեն ջան, ես առաջարկում եմ բաղադրիչները ներկայացնել եւ մենք այսօր ընտրել ենք Կարինի խոհանոցից յուրահատուկ մի ճաշատեսակ եւ անդրադառնանք բաղադրիչներին, ուրեմն մեզ դրա համար անհրաժեշտ է, այստեղ ունենք նախապես թրջած մանր բլղուր, տավարի աղացած միս, մոտավորապես 500 գրամ պետք է լինի, որովհետեւ մենք բաժանելու ենք իրեն երկու մասի, բայց ոչ հավասար մասերի, որովհետև մի մասը պետք է բլղուրի հետ խառնենք, պատյանը ստեղծենք կոլոլակի, իսկ մյուսով պետք է խճողակը սարքենք, որի մեջ լցնելու ենք։ Խճողակի համար մեզ անհրաժեշտ է, ուրեմն այստեղ ունենք խառը կանաչիներ, գլուխ սոխ, որից օգտագործելու ենք խճողակի համար միայն մեկը, երկուսը օգտագործելու ենք հաճարով փլավի վրա, որովհետև այդ կոլոլակները մատուցվում են որևիցե քաշովի փլավի հետ միասին։ Այս դեպքում ես նախընտրել եմ հաճարով փլավը այդ կոլոլակների հետ միասին։ Հետեւաբար թեթև սոխառած կանենք սոխը կավելացնենք հաճարով փլավի։ Նախապես արդեն հաճարը ես եփել եմ, այստեղ ունենք քաղցր պղպեղ, կծու պղպեղ, սխտորի ատամիկներ եւ իհարկե այնտեղ ունենք համեմունքների լայն բազա, 4 կանաչիներ, սև պղպեղ, համեմի սերմ, այստեղ կարևոր բաղադրիչ է եւ կարմիր աղացած պղպեղ։ Առանձին ամանում ունենք սև պղպեղ, որովհետեւ երբ որ պետք է պատրաստենք պատյանը մսով եւ բլղուրով, այդտեղ ավելացնելու ենք ընդհանրապես աղ եւ սև պղպեղ, որովհետեւ այլ համեմունք չկա։ Մնացած թվարկված ավելացնում ենք միջուկի մեջ։ Սալորաչիր կտրատելու ենք միջուկի մեջ, պատկերացնում ես մսի եւ սալորաչրի համադրությունը ինչ հետաքրքիր է լինելու։ Եվ կարագը իհարկե օգտագործելու ենք մենք եւ խճողակի մեջ մի փոքր եւ պատրաստելու ենք սոխառած, որը ավելացնելու ենք հաճարով փլավի վրա։ Կարծում եմ արդեն հասկացար, որ բավական համեղ ուտեստ է ստացվելու։ Արդեն մի փոքր սովածացանք։ Ասում եմ քիչ հետո կփորձենք մենք։ Ես հիմա առաջարկում եմ ընդհատել, վերադասավորվել եւ սկսել։ Շատ լավ։ Հարգելի հեռուստադիտող, մենք վերադարձանք եւ այս պահին Արսեն ջան, ես առաջարկում եմ անցնել բուն աշխատանքին։ Ի սկզբանե պետք է սկսել խճողակի պատրաստումից, այսինքն միջուկը պետք է պատրաստենք, հետո կեղևը, որովհետեւ խճողակը մի փոքր պետք է սարճի, նախքան մեջը լցնելը։ Ես առաջարկում եմ քեզ պղպեղները կտրել, որպեսզի չարտասվես դու այսօր։ Միջուկը կարող ես հեռացնել կողք դնել, սոխից սկսեմ, սոխառած պատրաստենք սկզբից, հետո պետք է տապակենք իհարկե մսի հետ միասին։ Արսեն ջան, խոհանոցում ո՞նց ես դու։ Լավ, շատ չեմ պատրաստում, բայց որ պատրաստում եմ, լավ է ստացվում։ Հեսա կտեսնենք։ Ասում եմ, հեսա կուտենք կհասկանանք, չէ։ Լավ, անդրադառնանք քո մանկության համին։ Ո՞րն է քո մանկության համը։ Ամենաառաջին հարցը, որ ես ուղղում եմ, գլխավոր հարցերից մեկը իմ հյուրերին միշտ դա է, քանի որ ես կարևորում եմ մանկության համը, որովհետև դա հիշողություն է, ոչ թե ուղղակի սննդի մասին, ուտելու մասին գաղափար, հա։ Ո՞րն է քո մանկության համը։ Շատ սիրում եմ սպաս ու բոլոր հյուրերը սպաս են սիրում։ Ես չգիտեմ ինչից է դա, բայց բոլորը սպաս են առաջինը պատասխան։ Դե չգիտեմ, իմ այդ որ տատիկս պատրաստում էր, այն որ մտնում ես տուն կամ մեկ էլ բույրը զգում ես, արդեն
այդ Ձեր մոտ սովորական սպասն է դասական, այսինքն համեմով պատրաստվող եւ ձավարով տարբերակներ, հա։ Որտեղ տարածաշրջաններ կա, որ օգտագործում են պատրաստում կամ չոր կանաչիներ, օրինակ Սյունիքում ընդունված է ցիտրոն են մսի օգտագործում, չգիտեմ փորձել ես թե ոչ։ Ցիտրոնով չէ, բայց չափազանց համեղ է։ Շատ լավն է։ Մոռացել եմ այդ կանաչու անունը։ Կանաչու հայերեն անունը։ Ոչինչ ասա, ես կուղեմ։ Քյարաուզը։ Նեխուր, հա, նեխուրով շատ համեղ է լինում, չգիտեմ որտեղից է տարածվել, բայց Սյունիքից։ Այո։ Սյունիքում են պատրաստում նեխուրով ապուր, ուզում եմ եւ պատկերացնում եմ, որ իրականում շատ համեղ տարբերակ է եւ կարելի է իրականում իրեն օգտագործել արդեն որպես ապուրի մի յուրահատուկ տեսակ, հա։ Դե ամեն դեպքում նեխուրը բավական նրբահամ, այսպես ասած, համ եւ բույր ունի, նրբահամություն, հետաբար կարծում եմ ված չի ստացվի այդ դեպքում։ Շատ համեղ է ստացվում։ Միայն սպաս։ Թե այդպես որ հարցրեցիր, միանգամից դա եկավ մտքիս։ Մանկության չես հիշում։ Ուզում եմ միայն հայկական ուտեստների բանում դրա։ Դու չուտող երեխա ես եղել։ Մինչև հիմա էլ ես չուտող երեխա եմ։ Ինչ դաժան է, հատկապես տանեցիների համար։ Լավ, նախընտրելի ինչ ուտեստ ունես հիմա, որ շատ սիրում ես, հայկական խոհանոցից։ Տոլման եմ շատ սիրում, հայկական խոհանոցից։ Խոսքը մսով տոլմայի մասն է։ Այո։ Իսկ տերևով թե կաղամբով տարբեր։ Հիմնականում տերևով, օրինակ փոքր ժամանակ շատ սիրում էի թփով տոլման, Արմավիրի մարզում կարծում եմ խաղողի տերևով ավելի տարածված է, չէ՞։ Հա, մենք հիմնականում խաղողի տերևով ենք պատրաստում։ Հաշվի առնելով տարածաշրջանը եւ դրա առանձնահատկությունը, խաղողի առատության տեսանկյունից եմ ասում, կարծում եմ, որ խաղողի տերևով պատրաստվող տարբերակը էլ ավելի շատ տարածված տարբերակ պետք է լինի ձեզ մոտ։ Տարածված է, հետո մեզ մոտ դասական տարբերակն է տարածված, այսինքն գիտեմ, որ չէ, երբ որ պատրաստում են ուղղակի միս ու փաթաթում են, հա, թփի մեջ, կա որ սալորաչիր են, չէ, ավելացնում տարածաշրջաններ կա։ Մենք պատրաստում ենք ուղղակի, հենց պարզապես տոլման առանց հավելցուկային բաղադրիչների, այս դեպքում։ Իհարկե վերջերս այդպես քեզ էլ ասացի, որ տեսել եմ համացանցով, որ Ալաշկերտի շրջանում տարածված է եղել կանեփի սերմով պատրաստել տոլմա։ Իրականում Գեղարքունիքի մարզում Վարդենիսում հատկապես տարածված տարբերակ է։ Իմ հյուրերից Ռայսայի հետ միասին մենք պատրաստեցինք այդ տոլման կանեփով, բայց քո նշված տարբերակը հատիկ կանեփի սերմի օգտագործումն է, իսկ մեր տարբերակում մենք կանեփը օգտագործում ենք կանեփի մզվածքը, յուղը եթերայուղի հետ միասին քամում էինք, դրա օշարակով էր եփվում, այսինքն տարբերությունը զուտ սա է, բայց տես էլի Ալաշկերտի ազդեցությունը որքան է այստեղ, հա, տարածված հատկապես այդ բաղադրիչի տեսանկյունից։ Արսեն ջան, քո մասնագիտությանը անդրադառնանք, դու երգիչ ես։ Այո։ Ինչպես որոշեցիր, որ պետք է գնաս երաժշտական ճանապարհով։ Փոքրուց շատ սիրել եմ երգել, երկու մասնագիտություն կար, որ շատ ցանկանում էի, մեկը բժիշկ կուզեի դառնալ, մեկը երգիչ հենց։ Իհարկե շատ ցանկացել եմ նաև ջութակ կամ գիտար նվագել սովորեմ, որը իհարկե վերջին տարիներում սկսեցի գիտար սովորել, բայց գնացի այդպես երգի ճանապարհով, ճիշտն ասած, պապիկս ցանկանում էր, որ ես գնայի ավելի տնտեսագիտական այդ ուղով, եւ ես ընդունվեցի սկզբնական շրջանում Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում սովորում էի հաշվապահական հաշվառում, որը ինձ հետ բացարձակ կապ չուներ։ Կապ չուներ։ Ես արտակինին նայում եմ պատկասում քեզ մոտավոր դες հաշվապահ չէ էլի։ Դե ես հետո ինձ ընդունեցին որպես ուսխորհրդի նախագահ, ես միջոցառումներ էի կազմակերպում։ Եվ նույնը գնացի քո ճանապարհով։ Երգում էի միջոցառումներ, դասերից դուրս էի գալի, գնում էի այդ ամենով էի զբաղվում, բայց ընթացքում ընդունվել էի նաև երգի պետական թատրոն։ Այդ պատճառով մի քիչ նորմալ էին նայում դասախոսները, որ ես ավելի շատ նրանով եմ զբաղվում, բայց մինչև վերջ բոլորը մտածում էին, որ ես տնտեսագիտական համալսարան պետք է ընդունվեմ, կարմիր դիպլոմով ավարտեցի քոլեջը, ու գնացի ասացի, ես կոնսերվատորիա պետք է ընդունվեմ, բոլորը դասախոսները ճիշտ է ինձ ուզում էին
վիրավորել այդ պատվիրավորել, բայց զսպեցին իրենց, որովհետև բոլորը շատ այդպես աշխատել էին, էլի, որ ես անպայման գնամ տնտեսագիտական համալսարան, դե հեշտ չի միանգամից գնալ քոլեջից, մանավանդ մարզի այդքան հեշտ չեն ընդունում իրականում, մանավանդ երկրորդ կուրս պետք է միանգամից գնայի։ Հա, այսինքն դու ամեն դեպքում ճանապարհ ունեիր անցած, դրա համար էին իրենք։ Հա։ Այսինքն քո աշխատանքը եւ իրենց աշխատանքը ոնց որ կեսից դադարեցվում էր, հա, այսպես համար։ Դե հա, բայց հետո որ արդեն կոնսերվատորիա ընդունվեցի, երգեցի, նախագծերի մասնակցեցի, արդեն տեսնում ասում էին ապրես որ այդպես վարվեցի, ճիշտ էր։ Իրականում ասում է սրտի թելադրածին երբեք որևիցե բան չի խոչընդոտում։ Իհարկե։ Հետեւաբար այն ինչ որ սիրտը եւ միտքը ցանկանում է, դա էլ պետք է անես եւ դրանով պետք է առաջնորդվես։ Այս դեպքում հաղթել է երգը, որովհետեւ ի սկզբանե կարծում եմ քո մեջ նստած եղել այդ բան ուղղությունը, որ դու պետք է գնաս այդ ճանապարհը։ Դե ճիշտն ասած, տատիկս հորական իր արմատները դեպի Շիրակի մարզ են տանում, Արթիկի շրջանի Արևշատ գյուղից են իր նախնիները եղել, տատիկիս այս պատմությունը միշտ որ պատմում եմ, մի պահ սենց մարդիկ բան են լինում, որ տատիկիս, պապիկի հայրը մտածում են դա շատ հերու բարեկամ է, բայց երբ որ թվականներով նայում ես, էլի ինձ մոտ չի, բայց շատ հերու չի։ Տատիկիս, պապիկի հայրը եղել է Հառիճաբանկի քահանան, Հառիճ գյուղը շատ հերու չի Արևշատ գյուղից, որտեղ որ իրենք ինչ նախնիներն են, եւ այնտեղ կոմիտասն է սիրել, ամառները գնալ, ամառել։ Բացի դրանից նաև դասավանդել է կոմիտասը Հառիճավանքում եւ եթե չեմ սխալվում, կոմիտասը նաև այնտեղ գնում էր բուժական նպատակներով, որովհետեւ շատ ընդունված էր օրինակ Հառիճավանքը թոքերի հիվանդության կամ այլ ասթմատիկ խնդիրների դեպքում գնում էին Հառիճ։ Դե այնտեղ նաև սովորել է, գիտենք, Ավետիք Իսահակյան, այսինքն բավական հայտնի Ջեմանին Ձայարանը մինչև հիմա գործում է, աշակերտներ ունի եւ այդտեղ հանդիպում է կոմիտասին փոխանցում է նաև գյուղում արկա այդ ժամանակ պարերը, երգերը եւ ընկերանում են կոմիտասի հետ, կոմիտասը նույնիսկ գալիս է Արևշատ իրենց տուն, այդ ժամանակ տատիկիս պապիկը եղել է 8 տարեկան եւ երգել է կոմիտասի համար, կոմիտասը ասել է բավական, ասել է Բալիկ ջան, ինձ համար կերգես, գյուղում մի քիչ տարօրինակ է եղել, որ ասել է տատիկի մասն է խոսքը։ Տատիկիս պապիկը։ Հա, այդքան տատիկը չէր հասցնի դեռ ծնված։ Հա, չնայած հա, տարեթվով եթե ես կներես 1907 կամ 8 թվականներն է եղել, որովհետև տատիկիս պապիկը 1900 թվականին է ծնվել։ Այդպես ասում է Բալիկ ջան, կերգես ինձ համար ինչ-որ մի բան, տարօրինակ է թվում կողքի շրջապատի գյուղացի երեխաներին, սկսում են ձեռ առնել Բալիկ, անդադ Բալիկ են ասում ու այդպես այդ մարդու ածականը մնում է Բալիկ, մինչև հիմա այդ գյուղում իրեն գիտեն, որ ասես Բալիկ պապիկը իրանք հիշում են։ Բա ինչ հետաքրքիր է։ Հետո լրագրողները այդպես օգտագործում են այդ առիթը, դե քանի որ կոմիտասը եղել է կուսակրոն քահանա, թերթերում գրում են կոմիտասի Բալիկը վերնագրով մի նյութ, դե միանգամից որ տեսնեն կոմիտասի Բալիկը, ինչպես թե Բալիկը, այդպես Բալիկ է մնում իր անունը, շատ երգել է տատիկիս պապիկը, միշտ կոմիտաս է երգել, շատ երգեր։ Այսինքն որ դու հետո հասկացար կոմիտասը ով է, որ ինքը անձ է, կարևորագույն դեպքերից մեկն է հայոց պատմության եւ ընթացքում, որ ինչ որ մեկը նվագում էր ջութակով, շվիով, կոմիտաս էր նվագում, տատիկս ասում էր, «Բալես, լսի կոմիտասը»։ Ես գիտեի կամ ինչ որ երգ է դա։ Դե շատ փոքր էի, գնում էինք էքսկուրսիաներ, ինքը տատիկս մեր դպրոցում հայոց պատմության ու եկեղեցու պատմության ուսուցչուհին է եղել, որտեղ որ ես սովորել եմ Արմավիրի թիվ 2 միջնակարգ դպրոցում ու էքսկուրսիաներ շատ էր սիրում ինքը տանել ու նույնիսկ երբ որ ուրիշ ուսուցիչներ էին տանում իրենց դասարաններին, պարտադիր ինքը պետքա լիներ, ներկա գտնվեր ու ինձ քրոջս միշտ տանում էր տարբեր տեղեր։ Այդպես ինձ թվացել էր փոքր ժամանակ դա ինչ-որ, հետո երբ որ հասկացա ինչ է կատարվում, ես էլ սկսեցի կոմիտաս երգել։ Սկզբանե երբ որ երգի թատրոնում էի սովորում, այնտեղ ջազ էստրադային բաժնում էի սովորում, հիմնականում էստրադային երգեր էինք երգում եւ ես ինքս սկսեցի երգել կոմիտաս։ Մինչեւ դա էլ սովորում էի Արմավիրի
արվեստի քոլեջին կից կար վոկալ ստուդիա, որտեղ սովորում էի ու դասական բաժնում էի սովորում, այդտեղ դե երգում էի կոմիտաս, բայց ասում էի, որ ես ավելի շատ էստրադա եմ սիրում երգել, փորձում ենք ավելի շատ էստրադային գործեր, բայց կոմիտասել է երգում դասական գործեր, նույնիսկ հասցրեցի իտալերեն ինչ-որ գործեր երգել, այսինքն սկիզբը դասական եմ, ես սկսեցի ակադեմիական վոկալով, բայց հետո շարունակեցի էստրադա։ Ու ընթացքում ես ինքնուս սովորում էի, կոմիտաս էի սովորում, ժողովրդական երգեր։ Ամեն դեպքում ճանապարհը քեզ տանում էր դեպի ժողովրդական ազգային երաժշտություն։ Ինքս իմ համար էի երգում, հետո երբ որ սկսեցին բարեկամները լսել, հետո երբ որ ավելի խորը իմացա այդ պատմությունը, կոմիտասի հետ կապված, մեր նախապապի հետ կապված, ավելի սկսեցի սիրահարվել այդ կոմիտասյան ոճին, ավելի սկսեցի հետևել, փորձում եմ ավելի մոտենալ կոմիտասին։ Հա։ Ավելի լավ ճանաչել, որովհետև ինչքան փնտրում ես կոմիտասին, այդքան խորն ես գնում։ Վերջերս խորության վրա մի փոքր ավելի է դժվարանում հասկանալու կոմիտասի այդ իդեալական կերպարը, հա։ Հա, ամերիկահայ բժիշկ պրոֆեսոր Հակոբ Այնթապլյան պիսի մարդ կա հիմա։ Գիտեմ, ծանոթ եմ, այո։ Իրենց հետ գնացի պոլիս, իրանք կազմակերպում էին։ Այնտեղ հայկական 17 վարժարան կա փաստորեն, գործող վարժարաններ, շատ եկեղեցիներ կան հայկական եւ ոչ հայկական, այսինքն հունական եկեղեցի կա, ու եղանք կենտրոնական վարժարանում Պոլսի հայկական, որտեղ կոմիտասը իր գուսան երգչախումբն է սկսել։ Ճիշտ եմ հիշում, որ 300 հոգի էին։ Այո, 300 հոգանոց երգչախումբ է եղել, հետագայում արդեն վերջին տարիներին քչացել են մոտ 200 հոգի են եղել, մինչև 15 թվականն է գործել, 10-ից 15 թվականները։ Այնտեղ կար կոմիտասի գործիքը դաշնամուրը, որի վրա նա նվագել է ու շատ հետաքրքիր է էլի այդ փաստը, որ դու կարող ես դիպչել այն գործիքին, որով կոմիտասը նվագակցել է, թեկուզ այդ երգչախումբը 300 հոգանոց երգել է։ Այցից հետո ավելի շատ սկսեցի ուսումնասիրել կոմիտասը, հասկացա ինչքան քիչ բան գիտեմ, որովհետև երբ որ երգում ես կոմիտաս, գիտեմ, լսում ես կոմիտասի մասին, թեկուզ գնում ես մեզ մոտ թանգարաններ, կոմիտասի մասին տեղեկանում ես, քեզ թվում է ամեն ինչ գիտես, բայց մի այց ու ես հասկացա, որ այն օվկիանոսից, հա, մի կաթիլն եմ ընդամենը ես իմացել։ Դրա մասին էի ասում, ինչքան բացահայտում ես, այդքան դժվարանում է հասկանալը։ Ընդամենը թվում է թե 5 տարի, բայց այդ 5 տարում կոմիտասը ինչքան գործունեություն է ծավալել ու ինչքան ժառանգություն է թողել մեզ։ Դե արի կոմիտասի թեման ընդհանրացնենք երգով։ Լավ։ Քանի եկել ես։ Քանի եկել է։ Խճողակ այստեղ պատրաստ է, ես հիշեցնեմ նախ այստեղ ինչ ենք իրականացրել, հետո իհարկե քո կատարումը սիրով կլսեմ։ Խճողակի համար մենք տապակեցինք սոխը կարագով, 2 պղպեղները, քաղցր եւ կծու, ավելացրել ենք մանր կտրատած սալորաչիր, հետո ավելացրեցինք միսը, խառը կանաչիներ եւ համեմունքները։ Ամբողջությամբ իրենց տապակում ենք, աղենք ավելացրել նաեւ թողում ենք որպեսզի սառչի, մինչև այդ ժամանակ մենք պատրաստենք պատյանը կոլոլակի։ Ես առաջարկում ընդհատել, վերադառնանք, երբ որ ես արդեն կաղապարը կստանամ կոլոլակի, Արսենն էլ սիրով կերգի։ Մեծ սիրով։ Հարգելի հեռուստադիտող, մենք վերադարձանք, այստեղ խճողակը պատրաստ է, ջուրը եռացած է, որովհետև կոլոլակները պատրաստելուց հետո պետք է անմիջապես գցել եռացող ջրի մեջ։ Ես հիմա շաղախելու եմ կոլոլակի պատյանը, այդ ժամանակ արդեն Արսենը կկատարի կոմիտասից շատ գեղեցիկ մի երգ։ Այո։ Ասում եմ, ես գործը հեշտ եմ անում, էլի ազգային երգերի տակ։ Սկսեցիր։ Այո։ Երկինքն ամպել է ինչ անուշ թոներ, Երկինքն ամպել է ինչ անուշ թոներ, Կամ դռնեն անցնեմ հոգյակս հոներ, Կամ դռնեն անցնեմ հոգյակս հոներ, Երկինքն ամպել է ինչ անուշ երակ,
երկինքն ամպել է ինչ անուշ երակ Սրտիս մեջ լցավ մի բուրը կրակ Սրտիս մեջ լցավ մի բուրը կրակ Շնորհակալ եմ։ Կոլոլակ պատրաստել երբեք չէի փորձել Կոմիտասի երաժշտության տակ։ Տեսնեք ինչ կստանա։ Իրականում Կոմիտաս ես շատ եմ լսում տանը։ Բայց կոլոլակ չես պատրաստում։ Բայց կոլոլակ չէի փորձել պատրաստել, այո, շատ ճաշեր եմ պատրաստել, որովհետև ես երբ որ տանը գործ եմ անում, միշտ երաժշտության ուղեկցությամբ եմ անում։ Շնորհակալ եմ կատարման համար Արսեն ջան։ Դու կարող ես սոխը կտրատել, իհարկե այս ընթացքում։ Մենք անդրադառնանք նաև այն փաստին, որ դու սովորել ես կոնսերվատորիայում։ Այո, Իրինա Մալխասյանի մոտ, ով Մալխասի, Լևոն Մալխասյանի աղջիկն է, դուստրն է։ Հետո տեղափոխվել եմ Դոնի Ռոստովի կոնսերվատորիա եւ այնտեղ ավարտել եմ։ Իսկ ինչու հենց Դոնի Ռոստովի կոնսերվատորիա։ Ուրեմն ընտանիքս տեղափոխվել էր Դոնի Ռոստով, ճիշտն ասած, հայրս զինվորական էր, ռուսական զորքերում էր ծառայում Հայաստանում, հետո իրեն ուղարկեցին Ռուսաստանի Դաշնություն։ Եվ ես իմացա, որ այնտեղ կոնսերվատորիա կա, ու ինձ հետաքրքիր թվաց այդ տեղափոխվելը, հետո միշտ բոլոր տեղերից կարող ես ինչ-որ տարբեր երկրներից, քաղաքներից ավելի շատ հետաքրքիր բաներ կարող ես սովորել, ինձ թվում է։ Հա, միաժամանակ նաև մշակութային տարբերություն գտնում այդ դեպքում։ Ճիշտ է, հետո պարզվեց այնտեղ այնքան հայ կա, որ գրեթե տարբերություն չկար, մեր դեկանը հայկական կոնսերվատորիա։ Մեր դեկանը հայ էր, դաշնամուրային բաժնի դեկանը հայ էր, դեմ չեմ, եթե դու օրինակ արվեստի ներկայացուցիչ ես, կամ թեկուզ բժիշկ, երբ որ գնում ես այլ երկիր, եվրոպական երկրներ կամ չգիտեմ, թեկուզ Միացյալ Նահանգներ ու ճիշտ ու լավ գործունեություն ես ծավալում, որտեվ Սփյուռքը մեր Եթե դու գնում ես փորձառության համար եւ դու գնում ես այլ մշակույթում որոշ ժամանակ հասկանալու, աշխատելու համար, միաժամանակ դա նորմալ երևույթ է։ Գիտես որ խնդիր չէ։ Միգուցե լավ է, միգուցե վատ է, բայց երբ որ դու գնում ես այլ երկիր եւ փորձում ես այդ մշակույթին ծանոթանալ, ընթացքում դու հասկանում ես, որ մեր Սփյուռքը այնքան մեծ է, ու դու չես էլ կարողանում կտրվել հայկականությունից, ազգայինից, որը երևի ինչ-որ չափ նաև լավ է։ Իհարկե ես կուզեի այդ բոլոր հայերը վերադառնային Հայաստան ու ապրեին Հայաստանում, բայց Սփյուռքը հիմա շատ մեծ գործ է անում, բնականաբար դրսից ոնց որ նաև դրսի սահմաններն ենք կարողանում պահել։ Այդ առումով շատ լավ է, երբ որ հայերը կարողանում են լավ գործունեություն ծավալեն արտասահմանում, որովհետև մեր անունը էլի բարձր է մնում, էլի ճանաչում ենք ունենում, որովհետև մոլորակը շատ մեծ է, կան տարածաշրջաններ, որ նույնիսկ չգիտեն Հայաստանը որտեղ է, հայը ինչ է, Հայաստանը ինչ է, այդ պատճառով տարածելը նույնիսկ հիմա խրախուսվում է։ Այո։ Արսեն ջան, ես հիշեցնեմ հեռուստադիտողին, թե ես ինչ եմ անում, որտեղ այստեղ արդեն ես բուրըն կոլոլակների պատրաստման գործընթացի մեջ եմ։ Կոլոլակները մոտավորապես խնձորի չափով ենք պատրաստում, պատյանը ես պատրաստել եմ, ավելացրեցի աղ, մսի հետ միասին նաև մանր բլղուր եւ իհարկե սև պղպեղ եմ ավելացրել։ Այսպես ձեռքի ափի մեջ իրեն բացում ենք, գոգավոր տարածք ենք ստանում, ավելացնում ենք խճողակը միջուկի մեջ, միջուկ այսինքն ավելացնում ենք պատյանի մեջ եւ պատյանը վրա ենք բերում։ Ծածկում ենք իրեն, պետք է սեղմել, որպեսզի ամբողջությամբ իր միջից դուրս գա օդը, հետո եփելու ընթացքում որպեսզի չփլվի։ Ոնց ինչ խորհուրդներ եմ տալիս ընթացքում, Արսեն ջան։ Շատ հետաքրքիր արտահայտություններ ես օգտագործում։ Շատ։ Չնայած նրան, որ Արսենը մեր սոխը սխալ կտրեց իրականում։ Ես ճիշտն ասած ընթացքում հասկացա, որ ես լուսնաձև չեմ սիրում։ Սի բեմոլ արեց սոխը։ Դու ասեցիր, որ նոտայի նման ուզում ես, ես էլ լավ։ Հիմա դա որ նոտան է։ Սա նոտա չէ, սա ինչ-որ ալտերացիայի նշան է։ Լավ։ Պաուզա է։ Պաուզա է։ Դե քանի որ պաուզա է, ես առաջարկում եմ մեզ մոտ կրկին դադար լինի, որովհետև ես արդեն կոլոլակները պատրաստելու եմ, իրեն գցելու եմ աղաջրի մեջ խաշեմ, երբ արդեն պատրաստ կլինի, կմատուցենք
կճաշակենք իհարկե, համի մասին դու կասես։ Դե ինչ, կհանդիպենք ընդմիջումից հետո։ Հարգելի հեռուստադիտող, մենք վերադարձանք եւ արդեն մեր ճաշատեսակը ամբողջովին պատրաստ է։ Կարինի մեծագլուխ կոլոլակներ պատրաստում ենք իրեն խնձորի մեծությամբ, լցոնում ենք միջուկով, վերջում սոխառած ենք ավելացնում վրան առանց որևէ կարմրացնող, այսինքն պղպեղի կամ տոմատի մածուկի եւ մատուցում ենք որևէ փլավի հետ։ Այս դեպքում հաճարող փլավն է։ Հիմա կարծում եմ պետք է փորձել համը հասկանալու համար։ Դե հաճարով փլավ կերել ենք, գիտենք։ Հիմա կոլոլակի հերթն է այս դեպքում։ Հա։ Աստվածային է։ Համեղ է, համեղ։ Անկեղծ ձեր կարծիքը։ Այո։ Իրականում շատ հետաքրքիր, այո, թեթև հետաքրքիր։ Չնայած նրան, որ միս կա ամեն դեպքում, բայց շատ թեթև ու նուրբ է ստացվել։ Ես շնորհակալ եմ Արսեն ջան, որ այսօր իմ հյուրն էիր եւ մեզ տեղափոխեցիր դեպի քո արմատներ։ Մեկ բաղադրատոմս եւս մենք առաջարկեցինք հեռուստադիտողին։ Այնպես որ կարճած մնացեք ձեր արմատների հետքերով։ Ես եմ շնորհակալ, որ ինձ հրավիրեցիք, շատ ուրախ եի, եւս մեկ ուտեստել ես իմացա, փորձեցի նաեւ։ Շնորհակալ եմ։ Բարի, կհանդիպենք։ Արսենի հետ միասին պատրաստեցինք հոյակապ Կարինի մեծագլուխ կոլոլակներ, իհարկե վայելեցինք ազգային երաժշտություն, Կոմիտասի անուշ մեղեդիներից մեկը, եւ յուրահատուկ խոհանոց, որ միշտ պետք է հանրահրճակել, որովհետեւ մշակույթը պահպանվում է հանրահրճակման եւ դրա պատրաստման արդյունքում։ Դե ինչ, պատրաստեք եւ փորձեք։ Ձեզ հետ էր Վահե Սեման։ Կհանդիպենք հաջորդ եթերին։ Հացն ու գինին, տեր կենթանին։